Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Խուդացյան, նախ ձեր ոչ ոլորտային հարցի շուրջ, որ դու ձեր վստահաբար կարծիքի մասին դպրոցների, ասեմ ձեզ, որ պետք չի այդպես վստահաբար ձեր ոլորտին չվերաբերվող թիվ հնչեցնել 80%, ես ինքս իմ օգնականը անձամբ զանգել ենք ցուցակում հայտնված 300 դպրոցներին հատ եւ հստակ ու վստահաբար կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ նախարարությունից ստացված պատասխանով հոկտեմբերի դրությամբ 56 դպրոց է պատրաստ եւ զանգերի կեսից ավելիի մեջ դեռևս նոր սկսված է շինարարությունը, դրանց կեսը դեռևս ոչինչ սկսված չէ, այնպես որ այդ վստահաբար տոկոսները ուղղակի պետք չի հնչեցնել, մանավանդ որ ձեր ոլորտը չի։ Հիմա ձեր ոլորտից ես երբ որ ներս մտա, ճիշտ ասած հարցը սկիզբը չէի լսել, բայց պատասխանին հասա մասամբ, այնտեղ լսեցի, որ ցուցակ կա եւ այդ վնասված շենքերի վերակառուցման ցուցակ, ես հույս ունեմ դրա մասին էր խոսքը եւ նորից Արդյոք այդ ցուցակի մեջ հայտնվել են Վանաձորի, Երևանյան խճուղի 90-ը եւ Գրիբաեդովի 6-ը, որովհետեւ ձեր բոլոր պատասխաններում դուք ինքներդ եք հաստատել, որ Գրիբաեդովը ընդհանրապես քանդման ենթակա է, խիստ վտանգավոր է, Երևանյան 90-ը մի փոքր ցնցումը կարող է փլուզել ձեր պատասխաններից բառացի մեջբերումները արդյոք այս երկու շենքերը ձեր այդ ասած ցուցակի մեջ արդեն ներառվել են եթե չէ ինչ անենք որ ներառվի լավ մարզպետն ստեղա գոնե խնդրենք ինքը ձեր որպես ձեր թիմակից ներկայացնի ես չեմ ընդդիմադիր եմ թող ինքը ներկայացնի բայց այդ շենքերը պետքա ներառել այդ մեկ հաջորդը նորից պտղնի բնակավայրի դպրոցահասակների դպրոց գնալու ճանապարհը ձեր հետ քննարկել եմ Տիկին Ղալեչյանի հետ քննարկել եմ կրթության գիտության նախարարության հետ քննարկել եմ եւ ուղիղ 1 տարի ավել այս դահլիճում մենակ ես եմ հնչեցրել այդ հարցը եւ ինչ պատասխան եմ ստացել քննարկվում է այսօր հասել ենք նրան գոնե տրանսպորտ ապահովելու որ այդ երեխաները ապահով անվտանգ հասնեն դպրոց այդ տրանսպորտը գոնե ապահովեք ի վերջո արդեն ես մենակ տարի ու կեսը խոսում եմ այդ մասին այդ հաջորդ հարցը արդեն նոր հարց է Սպիտակ Վանաձոր ճանապարհը չգիտեմ գնացել եք թե չէ այդ անցել եք այդ ճանապարհով թե չէ Սպիտակից Վանաձոր միակողմանի ճանապարհ է երկու քաղաքների մեջ ուղիղ առանց ոլորանների առանց բնակավայրերով երկու քաղաքների միջև ճանապարհը առանց որևէ ինչ որ վտանգավոր տարածքների հոց գծով հոց գիծ է անցնում ոչ միտեղ վազանցի հնարավորություն չկա ու պատկերացնում եք երբ որ դիմացդ հայտնվում է մի մեքենա բեռնատար մեքենա որը իր հավեսով դանդաղ գնում է այն ամբողջ շարքը Մինչև Սպիտակից դուրս է գալիս մինչև Վանաձոր վազանցի տեղ չունի դուք պատկերացնում եք այդ վարորդների վիճակը ներվային ի վերջո կարելի է ով է մտածել ով է պատասխանատու այդ նշագծումների համար վարորդները դիմել են մարզպետարանը ասել է ուղղորդում ենք տարածքայինից էլ առայժմ պատասխան չկա հիմա դուք որպես պատասխանատու կարող եք պատասխանել այդ նշագծումները ինչ սկզբունքով են մշակվում դրվում որ Երկու քաղաքների միջև անցնող ճանապարհը ամբողջությամբ հոց գիծ է առանց վազանցի հնարավորության ոչ ոլորան կա ոչ բնակավայր կա Շնորհակալ եմ բոլոր հարցերի համար անդրադառնամ այդ հարցերի հնչելու հերթականությամբ դպրոցների ծրագիրը վստահաբար իմ ասած տրամաբանության մեջ ընթացք է ունենալու դուք հնչեցնում եք թիվ 56 դպրոց է ավարտվել եւ մեր գրաֆիկին համապատասխան մի քանի տասնյակ դպրոցներ կավարտվեն արդեն այս ամսվա ընթացքում, նույնը նոյեմբերին եւ 2026 թվականի սեպտեմբերն է ծրագրի ավարտը, մենք այդ սեպտեմբերին կունենանք վստահաբար իմ ասած թվերը եւ այն դպրոցները, որոնք գուցե մի քանիսը մնան, ուրեմն ընթացքում այնտեղ ավարտվածությունը լինելու է 80% եւ ավելին եւ այդ դպրոցները կավարտվեն 2026 թվականի ընթացքում։ Եթե անդրադառնանք Ուրեմն Երևանյան խճուղի եւ Գրիբոեդով շենքերին, այո, այդ մեր նախնական ցանկում այդ շենքերը ընդգրկված են, ինչպես ընդգրկված են բազմաթիվ շենքեր են ընդգրկված այդ ցանկում,
բայց մենք լրացուցիչ ուսումնասիրություններ ենք իրականացնում, այդ թվում նաև սեյսմիկ եզրակացություններ ենք ձեռք բերում այդ շենքերի համար եւ սեյսմիկ եզրակացություններից շատերը Տիկին Կուրեղյան մեզ պատկերասացից այլ պատկեր են տալիս, մասնավորապես ունենք բազմաթիվ շենքեր, որոնք բնակիչները ներկայացրել են որպես 4-րդ կարգի վթարային շենքեր եւ սեյսմիկ եզրակացությամբ իրենք ստացել են 3-րդ կարգ, նույնիսկ շատերը 2-րդ կարգ, քանի որ այդ ցանկը մեծ է եւ մենք շարունակում ենք քննարկումները, հիմա Երևանյան խճուղու եւ Գրիբոեդովի մասով կոնկրետ որոշում չեմ ասի, քանի որոշումը չունենք, ասեմ, որ այո, մեր քննարկման այդ ցանկում է, որի մասով հիմնականում սեյսմիկ եզրակացություններ ենք ձեռք բերում։ Եթե անդրադառնանք ՊՏՂ-ի ճանապարհի հետ կապված հարցին, ես ասել եմ, որ ճանապարհը մենք այնտեղ շինարարական աշխատանքներ կիրականացնենք, բայց ձեր հարցերից կարող է քաղաքացիների մոտ տպավորություն ստեղծվել, թե խոսքը անանցանելի ճանապարհի մասին է, մինչդեռ ճանապարհը անանցանելի չի եւ Կոտայքի մարզպետը իր ելույթի ժամանակ, իր զեկույցի ժամանակ նաև տեսանյութով ցույց կտա ինչ ճանապարհի մասն է խոսքը։ Մենք այդպիսի հազարավոր կիլոմետրեր ճանապարհներ ունենք Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում, հիմնականում գյուղական բնակավայրերում ճանապարհները այդպիսին են, եւ մենք այդ ճանապարհը չենք որակում որպես անանցանելի ճանապարհ, չնայած ես ձեզ խոսք եմ տվել, որ մենք այնտեղ շինարարական աշխատանքներ կիրականացնենք եւ սա չեմ ասում այդ խոսքից հետ կանգնելու համար, բայց ասում եմ, որ տպավորություն չստեղծվի, որ խոսքը անանցանելի ճանապարհի մասին է եւ այդ ճանապարհով դպրոց գնալ հնարավոր չի։ Եթե անդրադառնամ Սպիտակ Վանաձոր ճանապարհի գծանշմանը, պիտի ասեմ հետեւյալը, մենք ճանապարհները գծանշում ենք արկա երթևեկության սխեմաներին համապատասխան։ Երթևեկության սխեմաները ուրեմն կազմում են համապատասխան մասնագիտական կարողություններով համալրված կազմակերպությունները եւ դա նաև լիցենզավորված գործունեություն է, այսինքն նաև երթևեկության սխեմաները փորձաքննություն են անցնում եւ նաև արդեն փորձաքննություն անցած երթևեկության սխեմաները հաստատում է ճանապարհային դեպարտամենտը եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի վարչության երթևեկության անվտանգությանը վերաբերող բաժին ունենք։ Սա թվարկում եմ, որպեսզի պարզ լինի, որ ցանկացած տեղ, որտեղ մենք գծանշում ենք անում, այնտեղ առնվազն այդ գծանշման սխեմայի տակ 5 մասնագետի ստորագրություն կա դրված։ Ես չնայած կհանձնարարեմ այսօր նաև լրացուցիչ նայեն այդ հատվածը, որի մասով հարցը տվեցիք, բայց ընդհանուր տրամաբանությունը այդպեսին է, մենք սիրողական ուրեմն մոտեցում ցույց չենք տալիս գծանշման եւ երթևեկության նշաններով կառավարման մասով եւ շատ մեծ է հավանականությունը, որ հենց այդպեսին էլ պիտի լիներ այդ տարածքում գծանշումը երթևեկությունը ավելի անվտանգ դարձնելու համար։ Արձագանք մեկ խնդրեմ։ Նորից հերթով։ Ուրեմն նախ դպրոցների մասով։ Մենք ազգային ժողովը ընդունել է օրենք, բացի ծրագիրը ընդունել է օրենք, օրենքում հաստատվել է, որ 24 թվականին արդեն պետք է ունենայինք 198 դպրոց, 25 թվականի վերջին 300 դպրոց։ Հասկանում եք ինչի մասին եմ խոսում։ Օրենքով հաստատված հստակ թվեր են։ Այնպես որ ձեր ասած վստահությունը մի քիչ վերենք կասկածի տակ։ Հիմա տեսեք, ասում են այդ շենքերը կան ցանկում։ Ես չեմ ասում այդ ցանկում կան թե չկան։ Ես գիտեմ, որ այդ ցանկում կան, դուք էլ եք պատասխանել։ Ես խոսում եմ այն մասին, արդյոք այդ շենքերը ներառվել են այս տարվա բյուջեի հնարավորությունների շրջանակում վերանորոգվող, վերակառուցվող շենքերի ցանկում, որտեղ իսկապես վթարայինների մեջ դրանք վաղուց հայտնված են։ Խոսքը այս տարվա 26 թվականի բյուջեին որևէ բան նախատեսվում է թե չէ։ Ինչ վերաբերում է սեյսմիկ եզրակացությանը, այս շենքերի վերաբերյալ սեյսմիկ եզրակացությունը դուք եք անձամբ ինձ ուղարկել, ես մեջբերումը անում եմ ձեր ինձ ուղարկած սեյսմիկ եզրակացությունից, որ իրենք խիստ վտանգավոր են։ Այսինքն դրա կարիքն արդեն չկա այդ հարցի շուրջ։ Ինչ վերաբերում է ՊՏՂ-ին, խոսքը չի վերաբերվում ճանապարհն անանցանելի է թե չէ, տրանսպորտի համար անանցանելի չէ, խոսքը վերաբերվում է երեխաների համար անվտանգ ճանապարհ ունենալուն իրենց բնակավայրից մինչև դպրոց։ Այդ
ճանապարհը անանցանելի չէ, անցանելի ճանապարհը ձեր ասած անցնում է երկու միջպետական այդ կամուրջների տակով, որտեղ ոչ մայթ կա, ոչ անցում կա գծանշած։ Սրա մասին է խոսքը։ Ճանապարհ կա, բայց վտանգավոր թե անվտանգ, սրա մասին պետք է մտածել։ Եվ հաջորդը Եվ այստեղ շինարարական լուծման որոնման մասին չէր, որովհետև ես էլ եմ հասկանում, որ շատ կարճ ժամանակում ինքը ծախսատար է շինարարական լուծումը, այդ վերգետնի անցումը քննարկում է արդեն ուղիղ 1 տարի համայնքի միջոցներով կամ ինչ որ կրթության եւ տարածքայինի հետ համատեղ մի հատ տրանսպորտ ապահովեն, որը երեխաներին իրենց բնակավայրից դասաժամերին կտանի դպրոցից հետ կբերի, ընդամենը այդ դրան ենք հասել, դա շինարարական լուծում չի։ Շինարարական լուծումը մեծ ծախսատար է եւ իսկապես հաջորդը Սպիտակ Վանաձորը միգուցե իրապես պետք է նորից վերանայել այդ ճանապարհը, որովհետեւ իրապես լուրջ խնդիր է եւ դա շատ ներվայնացնող է ոչ միայն Վանաձորցի վարորդներին, ամբողջ Լոռու մարզի վարորդներն այդպես են ասում, միջպետական ճանապարհը այդ կողմով դեպի որ արդեն գնում է դեպի Վրաստան այդ նույն գծով է անցնում։ Շատ լավ, ելի նույն հերթականությամբ անդրադառնանք հարցերին, Տիկին Կուրեղյան, դպրոցների մասով ես ասում եմ մեր աշխատանքային առնվազն այն աշխատանքային գրաֆիկը, որին ես միացած եմ, նախկինում չեմ կարող ասել ինչա պլանավորած եղել, առնվազն մենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գնում ենք այն ճանապարհով, որի մասած ցուցանիշները վստահաբար ապահովելու են։